ABC մեդիայի հարգելի հետևորդներ, զրուցելու ենք Genesis Armenia-ի հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանի հետ։ Պարոն Գասպարյան, Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է եւ այսօրվա հիմնական ասելիքն ու ուղերձը որն է։ Այսօրվա հիմնական ասելիքը իմ փոքր որդին է, որի համար ցեղասպանությունը դեռ փոքր տարիքով բնականաբար չի հասցրել ամբողջական գունապանակի մեջ դիտարկել այդ ամբողջը, բայց փաստը, որ իր ծնողների դաստիարակությունից սկսած մինչև դպրոց, մինչև միջավայր խոսում են ապրելու, ուժեղ լինելու, զարգացած լինելու եւ 21-րդ դարի հրամայականներին համընթաց քայլելու պատրաստակամության մասին, սա ամենամեծ պատասխանն է ոչ միայն ցեղասպան պետության Թուրքիային, այլև ամբողջ աշխարհին, որ մենք կանք եւ մենք շարունակելու ենք ապրել, սա մեր հայրենիքն է, այստեղ շարունակելու ենք ապրել եւ ինչ որ մի պատմական ժամանակահատվածում պատմական արդարությունը վերականգնելու խնդիրը դրվելու է սեղանին։ Ցեղասպանությունը որպես ոչրագործություն չդատապարտվեց, շարունակեց մնալ քաղաքականություն մինչև օրս եւ մենք դրա պատասխանը տեսանք Արցախում, Արցախի հայաթափմամբ։ Այդ իսկ պատճառով ցեղասպանությունից վերցրած դասը, գլխավոր դասը պիտի լինի ոչ թե ողբալը, ոչ թե անցյալը վերանայելու, պատմությունը վերանայելու եղկելի սովորույթը, որը կարծես մտել են նաև հայ քաղաքական մշակույթ, հայաստանյան քաղաքական մշակույթ, ես պիտի տառանջատեմ, որովհետև հայ քաղաքական մշակույթի մեջ նման խոսույթ չկա։ Սա վերջին 8 տարվա ընթացքում արհեստականորեն ներմուծված եւ Բաքվից ու Անկարայից թելադրված քաղաքականության հետևանք է։ Այդ խոսույթը մենք մերժելով բնականաբար դուրս ենք գալիս այդ շրջանակից եւ ասում ենք ինչ որ մի պատմական փուլում համապատասխան աշխարհակաղակական եւ պատմակաղակական պայմանների հնարավորության դեպքում հայկական իրավատիրության եւ հայոց անժամանցելի իրավունքների, խլված իրավունքների վերադարձի հարցը լինելու է օրակարգում։ Շատերը խոսում են հնարավոր հաշտության մասին։ Առանց զղջումի, առանց ծնկաչոք ծիծեռնակաբերդում նախնիների կատարած ոչրագործության համար հայ ժողովրդից ներողություն խնդրելու չի լինելու որևէ հաշտեցում։ Սա նվազագույն քայլն է եւ առաջնայինը, որից հետո հայությունը ինքը պիտի որոշի բարեկամության ձեռք մեկնում է որևէ մեկին, թե ոչ։ Խնդիրն այստեղ էմոցիոնալ դաշտում չէ, խնդիրը շատ ռացիոնալ դաշտում է, որովհետև ցեղասպանության չդատապարտումը ծնում է նորագույն հանցագործություններ եւ միջազգային իրավունքով պայմանավորված բոլոր այն տրակտատները, որ կարդում են մեր գլխին, որ գոյություն ունի արդարություն, գոյություն ունի միջազգային իրավունք, արդարության եւ միջազգային իրավունքի գլխավոր գրավականը պետության անվտանգությունն է եւ այդ անվտանգության երաշխիքների ստեղծումն ու տրամադրումը։ Եթե մենք խոսում ենք հայ-թուրքական այսպես կոչված հնարավոր մերձեցման կամ հաշտեցման մասին, հաշտեցումը մի փոքր ուռճացված է ասած, ապա առաջին հերթին մենք խոսում ենք ուժեղ Հայաստանի մասին, որը պատրաստ կլինի սեփական անվտանգությունը աճուրդի չհանել, սեփական ինքնիշխանությունը մինչև վերջ ցանկացած գնով պահել եւ իր իրավունքներին տեր կանգնել։ Իսկով ասած, որ անտառի օրենքով ապրող աշխարհում մենք պիտի առաջնորդվենք բացառապես արդարության մասին ինչ-որ դատարկաբանություններով։ Արդարությունը այն է, երբ դու ստեղծում ես ուժեղ պետություն, որն ի վիճակի կլինի սեփական ինքնիշխանությունն ու անվտանգությունը պահել։ Պարոն Գասպարյան, ասացիք, որ դա կարող ենք իրականացնել ուժեղ Հայաստանի շնորհիվ, ինչ հնարավորություններ եւ պարտականություններ ունի Հայաստանի իշխանությունն այդ ճանապարհին, ճանաչումը իրականացնելու համար։ Գուցե այսօր այդ վայրն ու առիթը չէ խոսելու այդ խնդիրների մասին, որովհետև այսօր բացառապես մենք պիտի խոսենք ոչ թե արհեստականորեն ներմուծված տխեղծ թեմաների մասին, ինչպիսին է դիցուկ, ինչու Թուրքիայի դրոշի երիտասարդները վառեցին ջայրով երթին կամ
այլ քաղաքական ինչ-որ խնդիրներ, այսօր պետք է բացառապես խոսել հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային դատապարտման աշխարհագրությունը ընդլայնելու, ինչու նաև հայության խլված իրավունքների մասին տարբեր ամբիոններում խոսելու եւ պարբերաբար հիշեցնելու մասին։ Մեզ մեղադրեցին, որ մենք անընդհատ խոսում ենք հայության խլված իրավունքների մասին, մեր բոլորի աչքի առջև հայաթափվեց մի ամբողջ Արցախ։ Հիմա մեզ հորդորում են, մեզ ասում են չխոսեք նաև Արցախի մասին, որովհետև Հայաստանը կկորցնենք։ Այսպես չխոսելով, այսպես ջանք չդնելով, կռիվ չտալով մեր իրավունքների համար, մենք կորցրեցինք ամեն ինչ եւ հեռու չէ այն օրը, երբ այդ ամեն ինչի մասին չխոսելով, չբարձրաձայնելով եւ աշխատանք չտանելով, բնականաբար կորցնելու ենք նաև Հայաստանը։ Ինչ պիտի անի ցանկացած հայկական իշխանություն, ես խնդիրը այս համատեքստում կդիտարկեմ։ Ապա ասեմ ձեզ, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ իրավական հետևանքների վերացման խնդիրը վաղ թե ուշ հայտնվելու է թե Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների, թե հայ եւ թուրք ժողովուրդների հաշտեցման նողված ջանքերի շրջանակում այդ օրակարգում այսպես թե այնպես լինելու է, բայց Հայաստանի իշխանության արտաքին քաղաքական օրակարգից հենց դուրս եկած ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը, ապա Հայաստանը դառնալու է շարունակելու մնալ անատամ, ինչպես այսօր է, շարունակելու է ինքն իրեն զրկել ինքնիշխանության եւ անվտանգությունը սեփական ուժերով եւ ռեսուրսով մեջ կուղղելու ինքնուրույն հնարավորությունից եւ այդ ժամանակը միայն որ Հայաստանի եւ հայկական հարցի բանալիները գտնվելու են օտար պետությունների ձեռքում։ Եթե ուզում ենք մեր ձեռքում պահել այդ խնդիրը, մենք պիտի լինենք այս խնդրի տերը, մենք պիտի լինենք օրակարգը որոշողը եւ սեղանի վրա նստողը, ոչ թե սեղանի տակ կամ սեղանի վրա ինչպես ճաշացանք, որով երկար տարիներ, ամենայն դեպս վերջին 5 տարվա ընթացքում նվազագույնը Արցախյան երկրորդ կործանարար պատերազմից հետո վարվում են Հայաստանի հետ։ Շնորհակալ եմ, պարոն Գասպարյան։ Ձեզ եմ շնորհակալ։